Իմ ղեկավարման տարիների բանակը այնպիսին էր, որ Ադրբեջանը չէր համարձակվում հարձակվել։ Ես գնում էի առաջնակից տարեկան գոնե մեկ անգամ բանակի հետ շփումը շատ էր, բայց գնում էի եւ հարավից Արաքս գետից միջև Մռավ Լեռնանցքը միջև այնտեղ բոլոր զորամասերը մտնելով եւ բանակաշինությունը այն ժամանակ կայացավ։ Եթե նայեք ինչքան զորանոց կառուցվեց, ինչ արվեց, ինչ զենք, զինատեսակներ, զինամթերք եւ այլն, հսկայական ծավալ է։ Այն ժամանակ բանակը հակեցվեց ամեն ինչով։ Եվ ինչ որ մեկը ինչ որ քարոզչական իմաստով ինչ որ բաներ ա խոսում, նույնիսկ ես չգիտեմ, ես լուրջ պետք է նստեմ, բացատրեմ, թե բանակը այն ժամանակ ավելի մարտունակ էր, քան հիմա։ Հիմա մեր գլխավոր շտաբի, որ լսում ես, արդեն հասկանում ես, որ չի կարող այսպիսի հրամանատարությամբ մարտունակ բանակ լինի։ Պրոբլեմ է սա։ Սա պրոբլեմ է։ Անկեղծ ասեմ, ես դուք ինձ բան վիճակում եք դրել, որովհետև ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ։ Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն ամենը, ինչ այդ պերսոնաժը հայտարարում է։ Եվ սա ընդունեք որպես քարոզչական նյութ, որը փորձում է նայել լրատվամիջոցների միջոցով երկրում տարածել։ Դու տարածի, ինչ ասեմ։ Պայքար է գնում։